վիճակագրության, եւ ես հղում եմ արել այդ արխիվներին, երբ որ ես առաջին նոր էր սկսում ես քննարկումները, ես ասացի, որ կներեք, դեռ սովետական միությունը չփլուզված չէր, եկեղեցիների համաշխարհային կազմակերպություն գործուղված, ուրեմն հոգեվորականներից, սովետական միությունից գործուղված հոգեվորականներից մեծամասնությունը KGB-ի գործակալներ են եղել։ Այդ թվում Հայաստանից են չէ գնացել այդ բաները, հոգեվորականները պատվիրակ որպես, որտեվ մենակ կաթոլիկ եկեղեցին է բացակա այդ եկեղեցիների համաշխարհային խորհրդից, որտեվ ինքը այնտեղ, չգիտեմ, կարող դիտորդի կարգավիճակ ունի, բայց այնտեղ այնպես առանձին ավելի այսպես ինքնուրույն ինքնիշխան եկեղեցիներն են այնտեղ միավորված, համախմբված։ Եվ այնքան շատ KGB-շնիկ են ունեցել, ոչ միայն սովետական միությունից, սոցիալիստական երկրներից, հարավային Ամերիկայից, սովետական միությունը այնքան գործակալ է ունեցել, որ կարողացել է իր մարդուն դարձնել համաշխարհային եկեղեցիների խորհրդի նախագահ, ղեկավար։ Պատկերացնում եք դուք։ Հիմա դուք ուզում եք ասեք, որ առանց լյուստրացիայի, առանց որևէ փոփոխության այդ կադրերում այդ մարդիկ չքվեցին, ինչ եղան։ Բոլորը իրենց տեղում են։ Բա մենք դրա համար ենք անդադ պահանջում Նիկոլ Փաշինյանից, որ լյուստրացիա անեն։ Այն չափով ինչ ունեն իրենք արխիվներ, որտեվ ասում են դե 93 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ռուսներ եկան, Դավիթ Շարնազարյանն է կարծեմ այն ժամանակ բան, անվտանգության, ժամանակ ՊԱԿ էր կոչվում, պետական անվտանգության կոմիտե, իբր սա KGB արխիվները տարել են։ Ես որքան գիտեմ, բոլորը չեն տարել, մեկ, երկրորդը։ Մենակ արխիվները հո չեն, մարդկանց հիշողության մեջ գլուխներում այդ արխիվները մնացել են, շատերը դեռ ողջ են, հայ KGB-շնիկները, որոնք որ հիմա թոշակառու են եւ այլն, եւ այնպես չի որ բոլորը նվիրված են հոգով Ռուսաստանին։ Շատ սիրուն կարելի է հետաքննություն անցկացնել, իրենք գան, պատմեն։ Իրենք գիտեն, չէ, իրենք են շատերին հավաքագրել։ Գան պատմեն, ով ա եղել KGB-շնիկ, ով չի եղել KGB-շնիկ։ Գոնե ներքին կարգով այդ ցուցակները կազմվի, եւ լյուստրացիան ինչ է, այդ չի նշանակում է բոլորի ցուցակները պետք է հրապարակվի, որովհետեւ դա տասնյակ հազարավոր հոգին մարդկանց մասնախոսքը, որոնցի մեջ ես որքան գիտեմ, այնպիսի մարդիկ կան, որ մենք իմանանք կարողա շոկի ենթարկվենք, հա, այդ թվում մտավորականությունից եւ այլն եւ այլն։ Դրա համար գուցե նաեւ շատերը խուսափում են, ասում են դե հիմա մարդիկ են, բայց նաեւ երբ որ չի բացահայտվում, դրանով արատավորվում են այն մտավորականությունը, որ միջև վերջ կարողացել են պահել իրենց անաղարտությունը, իրենց ազնվությունը, չեն ենթարկվել, չեն համագործակցել սովետական այդ հրեշավոր ռեժիմի հետ։